Ես առիթ ունեցել եմ այս թեմայով խոսելու, գիտեք, որ մի քանի օր առաջ Մոսկվայում մեծ ֆորում էր հրավիրել Արա Աբրամյանը, դա ավանդական է, ամեն տարի ապրիլի 24-ին հավաքում են եւ խոսում են այդ մեծ ողբերգության մասին, մեր անելիքների մասին, այնտեղ շատ պատվարժան եւ հարգարժան հայեր են հրավիրված լինում եւ ոչ միայն հայեր, ուշագրավ էր այս տարվանը, թեպետ ամեն տարի է շատ ուշագրավ, այնտեղից մի քանիսի խոսքը հատկապես արժեր ուշադրության կենտրոնում պահել, ես արդեն մի քանի անգամ խոսել եմ դրա մասին, խոսքը Անդրանիկ Միհրանյանի մասին էր, որ կոնկրետ առաջարկով հանդես եկավ, դրա մասին նաև խոսեց Արա Աբրամյանը եւ նաև ուշագրավ էր այն շեշտադրումները, որ առաջ բերեց մեր հայրենակից Սեմյոն Բաղդասարովը։ Ինչի մասին էր խոսքը գերիներին էր վերաբերվում, շատ կոնկրետ առաջարկ արվեց, դիտարկումն էլ շատ ճիշտ էր պարոն Միհրանյանի, որ այո, ինքը չէր ասում, բայց ընդհանուր առմամբ իսկապես այն տպավորությունը, ոչ միայն տպավորությունը, որ այդպես է, որ այս հարցում կա մեծ բացթողում, մեծ թերացում, իշխանության մասին մենք այլևս չենք խոսում, որտեղ ակնհայտ է դառնում, որ իսկապես այս ժամանակն էլ ցույց տվեց, որ իրենք շահագրգիռ կողմ են, որ այդ մարդիկ եւ գերի վերցրեցին եւ իրենք շարունակում են գերի մնալ, ըստ էության ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, էլ չեմ ասում Նիկոլի խայտարակ հայտարարությունները, ոչ միայն Նիկոլի, այլև ԿՊԱ-ականներից խայտարակ հայտարարությունները գերիների հետ կապված, նաեւ գտնվեցին այլ գործիչներ, որ ասեցին, այո, Նիկոլն է ամեն ինչ արել, որ նրանք մնան գերեվարության մեջ, եւ նաեւ շատ են խոսում նրա մասին, թե ինչ պիտի անի ընդդիմությունը, այո, ընդդիմությունն ունի մեծ բացթողում, թերացում, ըստ էության շատ մեծ բան չի արվել այս ուղղությամբ, թվում էր թե որ սա ամենօրյա հետևողական աշխատանք պիտի լինի, բողոքի ակցիաներ, միջոցառումներ, քայլեր, մենք իրականում դա չենք տեսնում բացառություն 1-2 այդպիսի գործողություններից եւ հայտարարություններից, բայց իրենք միշտ ունեն արդարացում, որ մենք իբրև թե ինչ որ բաներ ենք անում եւ գալիս հասնում են մի կետի եւ ասում են տվյալ երկրները ասում են, որ կամ տվյալ կառույցները մենք այս հարցում շատ բան չեն կարող անել, որովհետեւ հիմնական կողմը պիտի լինի Հայաստանի իշխանությունը, Հայաստանի պետությունը, իսկ այսօրվա մեր պետությունը բռնազավթված է ՔՊ-ի թուրքերի կողմից եւ բնականաբար ոչինչ չի անում, սա մի տեսակ արդարացում է նաեւ այսօրվա ընդդիմության համար եւ դրա հետ կապված Անդրանիկ Միհրանյանը առաջարկություն արեց, թե այսօր ինչ պիտի անի Սփյուռքը։ Ես ճիշտ ասած քիչ առաջ կապվեցի պարոն Միհրանյանի հետ եւ խնդրեցի, որ մենք հիմա ուղիղ եթերում պարոն Միհրանյանի հետ այս հարցի հետ կապված իր դիտարկումները մեկ անգամ եւս ներկայացնենք։ Պարոն Միհրանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք, մենք հիմա ուղիղ եթերում ենք, ես երկու խոսքով ներկայացրեցի, թե բանն ինչումն է, դուք էլ երևի լսել եք, արդեն մի քանի օր է ես խոսում եմ դրա մասին, իրականում շատ ոգևորված եմ, որովհետև առաջին անգամ լսվեց շատ այսպես կառուցողական խոսք գերիների հետ կապված, թե մենք ինչ պետք է անենք, այո, ես իսկապես համաձայն եմ ձեզ հետ, այն իմաստով, որ շատ անգամ թերացումներ ընդդիմության թերանում են եւ դա արդարացնում են նրանով, որ կամ արդարացնում են կամ իհարկե այդտեղ կա նաեւ ճշմարտության հատիկ, որ այսօր մենք շատ բաներ փորձում ենք անել, բայց այս կամ այն կառույցին հասնելով բախվում ենք նրան, որ ասում են այդ ամենը պիտի լինի կոնկրետ ձեր իշխանության պետության կողմից։ Դե մենք գիտենք, որ մեր իշխանությունը այսօր բռնազավթված է թշնամու կողմից եւ դա չի արվում։ Դուք ներկայացրեցիք կոնկրետ առաջարկություն, որ պիտի Սփյուռքը շատ ակտիվ լինի, մեկ կոնկրետ միավորում ստեղծի եւ տեղում ակտիվ լինեն, կարճ պիտի խնդրեմ հիմա մեկ անգամ եւս դա, եթե հնարավոր է ներկայացնեք եւ դա որքանով է իրատեսական։ Գիտեք ինչ, իհարկե այն ինչ որ ես առաջարկում եմ լավ կլիներ, եթե մենք ունենայինք պետություն եւ պետության ներկայացություն, որոնք ազգի եւ պետության ասենք իրավունքներն են պաշտպանում, բայց դրա բացակայության պայմաններում սա միակ հնարավորությունն է, որը հարկավոր է փորձել։ Իհարկե մենակ փորձելու ժամանակ կարող ենք տեսնել, թե մենք ինչ ռեսուրսներով ենք տիրապետում եւ ինչպես մենք կարող ենք հասնել այդ արդյունքին։
Ես իհարկե ես չէի առաջարկի այդ վարիանտը, եթե չլիներ անցյալ տարվա այդ փորձը, երբ որ պալեստինցիները չունենալով պետություն, նրանց շահերը սկսեց պահպանել եւ դատական գործ բացեց հարավային Աֆրիկան։ Այսինքն ինչ որ ոգևորիչ բաներ կան, օրինակներ այդ հարցի շուրջը, եւ նրանք դիմեցին երկու դատարանին։ Միավորված ազգերի կազմակերպությունը ունի երկու դատարան։ Մեկը քրեական դատարանն է, մյուսն էլ արդարադատության դատարանը, այսինքն այսպիսի հարցերը, որոնք մարդասիրական եւ ասենք մարդկության դեմ ոճրագործություններ կատարման դեպքում դիմում են արդարադատության դատարանին եւ իսկապես նրանք դիմեցին այդ դատարանին, որպեսզի դատարանը որոշեր եւ որոշում ընդուներ, որ Իսրայելը ցեղասպանություն է անում Գազայի տարածքում գտնվող պալեստինցիների դեմ։ Եվ երկրորդը դատարանն էր, որը անձնական գործեր է քննարկում եւ այնտեղ էլ դատարան դիմեցին, որպեսզի Նետանյախուին Իսրայելի պրեմիեր-մինիստրին հայտարարեն ուրեմն հանցագործ միջազգային իրավունքներին համապատասխան, որը ղեկավարում է այդ ցեղասպանություն գործող կառավարությունը եւ նրա որոշումներով են ընդունվում այդ ասենք թե քայլերը խեղճ ժողովրդի դեմ։ Բացի դրանից հետաքրքիր է, որ այդ ընթացքում հարց բարձրացվեց, որպեսզի Բայդենին էլ կցեն այդ գործին որպես համամասնակից ցեղասպանություն կատարելուն, որովհետև նա ուրեմն նրա որոշումով էր փոխանցվում Իսրայելին, Նետանյախուին եւ նրա կառավարությանը զենք եւ զինամթերք եւ դրամական օգնություն։ Այսինքն այս բոլորը բերեցին ինձ այն մտքին, որ եթե հայկական համայնքներում ընդհանուր ուժերը գումարելով կամ այնպիսի ուժեր լինեն այս կամ այն պետության մեջ, որոնք կկարողանան վերցնել իրենց վրա այդ պարտականությունը։ Պարոն Միրանյան, այսինքն դուք առանձին եք այսպես պատկերացնում, որ Ֆրանսիայում այդ միավորումը ստեղծվի, Ամերիկայում իրենք առանձին փորձեն, թե մենք պիտի ունենանք մի կոնկրետ կենտրոն, որ համախմբի Սփյուռքի, այսպես ասեմ, բոլոր Ես գիտեք ինչ, ես իհարկե կարծում եմ, որ պետք է որոշվի, թե որտեղը ամենաուժեղ համայնքը, որը պետության հետ ունի այնպիսի համագործակցություն, որ այդ պետության կառավարությունը պատրաստ կլինի հանդես գալու հայ ազգի շահերի պահպանման համար միջազգային դատարանի առաջ։ Բայց իհարկե սա կապված կլինի մեծ ծախսերի եւ ֆինանսական եւ ասենք թե կազմակերպչական եւ քաղաքական եւ ասենք լրագրական մամուլի եւ այլն այստեղ պետք է գումարվեն իհարկե մյուսների հնարավորությունները, ռեսուրսները, ինչքան հնարավոր է, որպեսզի գումարվեն եւ ռեսուրսները մյուս հայկական համայնքների, դրա համար երևի իհարկե հարկ կլինի այսպեսի հենց կոնկրետ այս հարցի շուրջը, որպեսզի սկսվի դատավարություն Ալիևի եւ Փաշինյանի դեմ եւ որպեսզի ընդունվի անհրաժեշտ որոշումը, պետք է երևի համահայկական իմաստով պետք է ինչ-որ կազմակերպվի հանդիպում տարբեր համայնքների եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների իհարկե ես սա իդեալական դեպքի մասին եմ ասում, որպեսզի այդ հանդիպման ժամանակ որոշվի թե որտեղից է դա սկսվելու,
ինչ ուղղությամբ զարգանալու եւ ինչպեսի ռեսուրսներ են դրա համար անդրաժեշտ։ Տեսեք, հիմա եւ Արա Աբրամյանը ասեց, ես ինչ որ պատրաստակամություն հայտնեց։ Ես վստահ եմ, որ շատ շատերը պատրաստակամություն կհայտնեն եւ այսօրվա ընդդիմությունը, այսպես ասեմ, ազգային թևը, հա, հայ-աղափական դաշնակցությունն է, երկրորդ նախագահն է, երրորդ նախագահն է, նրանք այն մարդիկ է, որ իսկապես հայ-աղափական դաշնակցությունը կոնկրետ ունի կառույցներ, երկրորդ եւ երրորդ նախագահը Դա դուք բոլորը ճիշտ եք, Անջելա, ինձ այ բանը դաշնակցական կազմակերպության ներկայացուցիչներից մեկը, որը մասնակցում էր այդ միջոցառմանը, նախկին պատգամավոր երկար ժամանակ եղել է, Սերանը մոռացա ես նա ասաց, որ այդպիսի մտքերը կան մեր կառույցների մեջ ամենայն դեպս եւ իհարկե հնարավոր չի որ չծագեն այդպիսի մտքերը ես պետք է ասեմ երբ որ դատավարությունը նոր էր սկսվում ես նույնիսկ խոսել եմ չեմ ուզում ազգանուններն ասել բայց շատ կարող եւ քաղաքական իմաստով շատ հայտնի մի քանի մարդկանց հետ որոնք ասում են իհարկե մենք վախենում ենք հիմա սկսենք ոչ միայն ոչ թե որևէ պետության կողմից միջամտությունը այլ նույնիսկ այ երկրորդ բանը տարբերակը որ ես առաջարկեցի եթե հնարավոր չլինի որ մի որևէ պետություն վերցնի իր վրա այդ գործի առաջ տանելը եւ ասենք թե այսինքն խանգարեն հա ընդհանուր process-ին Չէ, չխանգարեն, ընդհակառակը, ես ուրիշ բան եմ ուզում ասել, երկրորդը ես կակրաս այդ ժամանակ դեռ չիմանալով, որ հնարավոր է, որ ուրիշ պետություն չունեցողների կողմից բան անի, իրեն առաջարկի, ես մտածում եմ ուղղակի դատական գործը բացելու, նեն ինչի մասին, որ ես ասեցի Փարիզում կամ Նյու Յորքում կամ Վաշինգտոնում, ես չգիտեմ այնպիսի մի տեղերում, որը կարող է ունենալ մեծ միջազգային հնչեղություն, որովհետև չի կարելի հենց այդպես անտեր թողնել այդ ամեն ինչը, մեր ազգային արժանապատվության հարցն է սա։ Եվ իհարկե զարմանալի է, որ բոլորը լռում են, այն ժամանակ ինչ էին ասում, ես հիմա կարծում եմ, որ արդեն երկու կարող է պատճառ լինել, որպեսզի այդ գործը չսկսվեր եւ որոշ մարդիկ ասում են, որ իրենք դիմում են տարբեր կառավարություններին եւ նրանք ասում են, որ ձեր Հայաստանի կառավարությունը եւ նրանց դեսպանները ասում են, որ դուք մի խառնով եք, կարող եք այդ գործը փչացնել։ Ես հիշում եմ, որ դա այդ երբ որ նոր էին տարել մեր Ղարաբաղի ռազմաքաղաքական ներկայացուցիչների ղեկավարությանը այդպիսի միտք կար եւ Մոսկվայում մարդիկ ում հետ որ ես խոսում եի եւ խոսում եի Հայաստանում էլ նախկին ղեկավարներից մի քանիսի հետ եւ նրանք էլ էին ասում որ մենք մտածում ենք որ գուցե ով գիտի եթե հիշում եք Պուտինին հարց տվեցին, թե ինչպես կլինի... Ասեց Հայաստանում չեն ուզում։ No, դա մի անգամ ասել է անողակ եկեր, ասենք, в общем, իրան այդպիսի հարց տվեցին Լավրովին, նա ասեցին գուցե Հայաստանի ղեկավարությունը չի ուզում, նա իհարկե դիվանագիտական ավելի մեղմ պատասխան տվեց, ասեց, որ ես դա չեմ բացառում, եւ Պուտինն էլ որոշ դեպով դա ասեց, բայց ամենասկզբնական շրջանում նա ասեց, մենք կփորձենք եւ իմ կարծիքով եւ այն մարդկանց հետ որ ես այդ ժամանակ խոսեցի, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ իսկապես գուցե ասենք ինքը կարող է օգտագործել իր հնարավորությունները Ալիևի հետ եւ այլն եւ եթե սկսվի այդպիսի դատական գործ մինչեւ այդ հարցը քննարկել գուցե դա խանգարի ինչը որ ինձ ասացին իմ ընկերներն ու այդ մարդիկ որոնց հետ ես խոսում եի Հայաստանում
Հիմա արդեն ամեն ինչը հասկանալի է։ Պարոն Միրանյան, ընդ որում ամեն ինչ հասկանալի էր, արդեն բավականին երկար ժամանակ է եւ հենց այն հայտարարությունը, որ Պուտինը, ասենք, որ հարց տվեցին ու ասեց, որ իմ տպավորությամբ Հայաստանում չեն ուզում, դա բավարար էր, որ ազգային թևը, ընդդիմադիր թևը այստեղ ակցիաներ կազմակերպեր, գործողություն աներ եւ ցույց տար, որ այդպես չի, այս իշխանությունը չի ուզում, մեր ժողովուրդը ուզում է։ Այդ առումով ընդդիմությունը մեծ թերացում ունի։ Այդ ես դրա հետ համաձայն եմ, երկրորդը դա պաստորեն արդեն ձեռքերը ազատ է արձակում այն մարդկանց, որոնք պատրաստ են, այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են գնալ այդ քայլերին, որ արդեն իրենց չկանգնեցնի այդ պատճառաբանությունը, որ դա կարող է վնաս բերել։ Հիմա հասկանալի է, որ դա վնաս չի կարող բերել, դա միայն կարող է։ Հիմա չի հասկանալի վաղուց, բայց մեկա թերանում է, մեր ազգային թև ընդդիմությունը թերանում է եւ այս ուղղությամբ ոչինչ չի անում եւ դրա համար ես ասում եմ ոգևորվածորն է շատ լավ է, որ այդպիսի առաջարկություն արեցինք, հույս ունենանք, որ չգիտեմ, տեղից կշարժվեն, ինչ որ բան տեղի կունենա եւ այս մարտիկ նորից եմ կրկնում Հայ-Աղափական Դաշնակցությունը երկրորդ նախագահ, երրորդ նախագահ իրենք ազդեցիկ են եւ Սփյուռքում եւ Հայ-Աղափական Դաշնակցությունը եւ իրենք եւ Սփյուռքի նախարարություն են ունեցել, չէ՞, մենք նախկինում շատ լավ, ավելի շատ լավ գիտեն մենք ինչ ունենք Սփյուռքում, ինչ կառույցներ եւ ինչ ուժեր։ Ես նույնիսկ Անջելա չեմ բացառում, որ գիտես ես տրադիցիոն շատ մեծ արգանքով եմ վերաբերվում եւ առաջին նախագահի նկատմամբ եւ առաջին, այո, իրեն մասնակցություն կունենա կարևոր նշանակություն այս հարցում, հա։ Սպասենք, տեսնենք, մեկ անգամ եւս չգիտեմ, կոչ, բան իրենց եւ լավ է, որ Արա Աբրամյանը ասեց, ես չգիտեմ ինչքանով այդ բան ռեալ կդառնա, բայց ասես մենք պատրաստ ենք, հիմա հույս ունենք, մենք նախկինում Սփյուռքի նախարարություն ենք ունեցել, հիմա բոլորը ձեռքները լվացրել են, միջազգային կառույցներում, կազմակերպություններում ազդեցիկ մարդիկ ենք ունեցել, ես հիշում եմ Հարութ Սասունյանն ասում է, թե ինչ իրավաբաններ ունենք մենք Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, այսինքն այնպիսի կարող ուժեր ունենք, հիմա մենք պիտի փորձենք այս առումով ինչ որ բան անել։ Հույս ունենանք, որ ձեր առաջարկը ինձ հետաքրքիր է տեղում արձագանք եղավ, ես իհարկե մեկ շաբաթ էս համասին խոսում, բայց ինձ հետաքրքիր է, որտեղ այնտեղ բավականին բան մարդիկ էին հավաքվել, կար տեղում դա ընկալվեց, այդ դահլիճում ընկալվեց ձեր առաջարկը։ Դա ընկալվեց եւ իհարկե պետք է դրա համար որպեսի սարիալականություն դառնա, ինչպես ես առաջարկեցի եւ հիմա մենք էլ այդ մասին խոսում, պետք է որ անհրաժեշտ կառույցները լծվեն այդ աշխատանքին, որպեսզի տեսնեն թե ինչպիսի հնարավորություններ մենք ունենք։ Այո։ Դա էլ ցույց կտա, թե մեր ազգը ինչ արժի եւ Սփյուռքը ինչ արժի։ Այո։ Ոչ թե այդպես ճորոմ խոսելով, այլ գործանելով։ Այդ հարցը շատ կարևոր է։ Շատ լավ, ես հույս ունեմ, որ մենք միասին անդադար այս հարցը կբարձրացնենք, հույս ունենալով, որ մեր չգիտեմ, Հայ-Աղափական Դաշնակցությունը ի վերջո տեղից կշարժվի եւ մյուսները տեղից կշարժվեն եւ ոչ միայն Հայ-Աղափական Դաշնակցությունը, իրենք դանդաղ, շատ դանդաղ շարժվող համենայն դեպս եղած կուսակցական կազմակերպությունների մեջ նրանք միակն են, որ ունեն ամբողջ աշխարհով մեկ սփռված կառույցներ։ Դե հիմա կտեսնենք, էլի այդ կառույցները ինչ կանեն, դա կտեսնենք, այո։ Դա զուտ միայն այս Սփյուռքի ուժն էլ ու նրա կարողություններն էլ դրանով կստուգվեն ոչ թե դատարկ խոսելով ու մեծ խոսելով, այլ ուղղակի ռեալական շատ լավ, պարոն կոնկրետ հարցը կատարելու համար։ Պարոն Միրանյան, դուք էլի շատ կարևոր բանի մասին խոսեցիք։ Ես իմ մի զրույցի ժամանակ ասել եմ դրա մասին, ընդհանուր առմամբ շատ վախվորած են նաև մեր համայնքը այնտեղ եւ այստեղից որ գնում են շատ զգուշավոր են, բայց շատ կարևոր բանի մասին կարևորն է իրականությունն է դա։ Դուք ասեցիք, որ ցեղասպան Ալիևը եւ դրա մասնակից է եղել Նիկոլը, Արցախը հայաթափվել է 150,000 հայությունը դուրս է եկել, տեսեք, այս հարցը ինչ որ բարձրացրեցիք, սա կարող է զուգահեռ նաև այս հարցի հետ գնալ, որ մեծ հաշվով այսօր որ մենք Բաքվում ունենք գերիներ, դրա հետևանքն է ցեղասպանական գործողությունների Ալիևի եւ Նիկոլի։
Այո, ես դրա համար ես ասացի, որ ես պատահական չէր, որ ասացի, որ Հարավային Աֆրիկան դատապարտում է Այո, Գազայի ցեղասպանություն։ Նախ որպես ցեղասպանություն, որպեսզի ընդունեն, որ եւ այդ փաստորեն իմիջայլոց Հարավային Աֆրիկան չնայած այդ ֆանտաստիկ ճնշումների Միացյալ Նահանգների կողմից եւ ընդհանրապես նախ բանը կրիմինալ դատարանը ինչպես են ասում կրիմինալ Եվրոդատարանը քրեական միջազգային քրեական դատարանը որոշում ընդունեց եւ հայտարարեց Նետանյախուին հանցագործ իսկ փաստորեն արդարադատության դատարանը համարյա թե բերեց այդ որոշմանը եւ մենակ սարսափելի ճնշումներն էին Ամերիկայի կողմից արած սպառնալիքները եւ այլն որ վերջնական ասենք վերջի կետը չդրեցին ասելով որ այո Իսրայելը ցեղասպան պետություն է եւ նրանց ղեկավարները հանցագործներ են այնպես որ դրա համար ասում եմ որ սրանք պարալել process-ներ են եւ կոնկրետ մարդկանց բանանելու դատապարտելու համար ասենք Ալիևին եւ Փաշինյանին եւ իհարկե պետությանը որը կատարել է այդ սպանության գործունեությունը եւ մենք ունենք բոլոր տվյալները եւ դա մեր աչքի առաջ կատարվեց եւ ամբողջ աշխարհի աչքի առաջ իմիջիալից մի քանի Ամերիկայից կային քաղաքական գործիչներ որոնք այդ մասին ասացին կամ հասարակական եւ ցավոք սրտի դա էր ցույց տալիս թե ամբողջ աշխարհում ինչպիսին է այսօրվա իրավիճակը հարկավոր է ապացուցել որ մեր ժողովուրդը եւ մեր սփյուռքը ոչխարի հոտ չի այլ ինչ որ կառույցներ կազմակերպչություն ունի եւ ռեսուրսներ ունի որևէ քայլ անելուն միակ մարդը որը մի քանի անգամ ասաց այդ մասին այդ Վիվեկ Ռամասվամին էր որը տեխնացու էր նախագահության համար Ամերիկայում որ ասաց մեր աչքի առաջ ամբողջ մեր ժողովուրդ տեղահանվեց եւ երկրորդը Կանդաս Օուենսը այդ սև շատ գեղեցիկ եւ հրաշալի շատ ակտիվ բլոգեր եւ հասարակական գործիչ Իմիջայլոց նա է տարել այն հետազոտությունը, որ Մակրոնի կինը չի, այլ տղամարդ է եւ այլն եւ այլն։ Բայց դա ուրիշ բան է։ Ուղղակի ուզում ասել մարդիկ են, որոնք կորան մեծ ճանաչում եւ մեծ հրճակ եւ էլի Իմիջայլոց Տոլսի Գաբարդը նույնիսկ ինձ ասեցին, ես տեղյակ չէի այդ մասին, որ Արցախում է եղել։ Արցախում է եղել դա Իմիջայլոց այսօր առաջին անգամ էլի ամերիկյան իրականության մեջ եւ քաղաքական շրջաններում այ Տակեր Կարլսոնը եւ մյուսները նրանք առաջին անգամ ձայնը բարձրացնում են որ քրիստոնյաներին հալածում են քրիստոնյաներին տեղահան են անում եւ այլն այդ կապված եւ վերջի ժամանակվա սիրիական դեպքերի հետ եւ Պալեստինի դեպքերի հետ եւ Ղարաբաղի դեպքերի հետ այնպես որ սա կարող է ունենալ լայն արձագանք ահագին շրջաններում մարդկանց հայտնի մարդկանց կողմից որոնք այդ հարցին անդրադարձել Շատ լավ եւ մայիսի 9-ին Նիկոլը լինելու է Մոսկվայում ինչ այդ ինքը Տալինում էր, գիտեք, գնաց են հուշահամալիրում ծաղիկներ դրեց, ովքեր որ այսպես ասած դուժել էին կոմունիզմից եւ այլն շարունակում է մի կողմից այսպես ասած Էրդողանյան թեզերը շատ ակտիվ առաջ տանել եւ արևմուտքի գաղափարախոսությունը առաջ տանել կամ մոտեցումները մյուս կողմից գնում է Մոսկվա ինչ է ընդհանրապես իրեն սպասվում ինչ վիճակում է Հայաստանում էլ տեսնում ենք շատ ջղագրգիռ վիճակներ ակնհայտ է որ թիմին հրահանգ է տրված նաև գործել բազուկներով գիտեք որ ինչ է տեղ ունեցել թաղապետարանում եւ սա առաջին դեպքը չի ուղակի վայրի կերպով հարցակվում եւ ծեծուջարդ այսպիսի հիստերիկ վիճակների մեջ են արդյոք շատ տխուր վիճակում է եւ Էրդողանը չի կարողանա իրեն փրկել Հենց թվում է որ իհարկե
ջգային քայլերը անում Փաշինյանը եւ հասկանալի է այսպես լինելով սալի ու մուրճի արանքում նա փորձում է իրեն համար հարմար տեղ գտնել եւ փորձում է նորից ինչպես իրեն է թվում երևի բոլորին խաբել որ բոլորի հետ ինչ որ փորձել մանիպուլյացիաներ անել եւ այլն բայց կա մի ռուսական լավ խոսք որը գուցե մի քիչ կոպիտ հնչի բայց ինձ թվում է այս դեպքին շատ համեմատ է եւ ասեմ ներողություն խնդրելով քո լսողներից այսպես մի խոսք կա երբ որ մեկին ուզում են ասել որ ինքը շատ կասկածելի քայլեր է կատարում եւ այդ ամեն ինչը բոլորի համար բարձ է եւ հասկանալի ասում են մելքը плаваешь жопа видна շատ ներողություն եմ խնդրում այսինքն դու կարծում ես որ դու բոլորին խաբում ես ոչ մեկին էլ չես խաբում բոլորը քեզ տեսնում են դու մերկ ես այդ մերկությունը բացահայտ է դարձել արդեն վաղուց ինձ թվում է եւ իհարկե ես կարծում եմ որ այդպիսի քաղաքական գործիչները ոչ միայն կամ լավ վախճան չեն ունենում Եվ վերջին հարցը համառոտ, խնդրում եմ, եթե հնարավոր արձագանքեք, ասում են, այսքան ռուսական մամուլում եղավ դա, որ կուրատորը, այսպես ասած, Հայաստանով զբաղվող Ռուսաստանի Դաշնությունից փոխվել է, հիմա Կիրիենկոն է դա ինչ-որ բան կփոխի, թե այն ամեն ինչ պետք է սպասել ներսից, Հայաստանից։ Իհարկե, հիմնական քայլերը պետք է լինեն Հայաստանում, բայց դրա հետ միասին չեմ կարող չհաստատել, որ իհարկե Կիրիենկոյի մասին քաղաքական դաշտում նրա մուտքը եւ նրա քայլերը վերջին մի քանի տարիների ընթացքում ցույց են տվել, որ նա ունի շատ ուժեղ կազմակերպչական ունակություններ եւ փաստորեն դեռևս մի դեպք չի եղել, որպեսզի նրա առաջ դնեն ինչ-որ խնդիրներ եւ նա չլուծի այդ խնդիրները։ Իմիջիալոց ամենավերջինը որ կասեմ ինձ օրինակ Աբխազիայի այսօրվա ղեկավարությունը եւ նախկին ղեկավարության մասնակիցներն ասացին որ երբ որ կուրատորը փոխվեց Աբխազիայի նրանք նոր հասկացան որ իսկապես եւ ռեսուրսային իմաստով եւ կազմակերպչական իմաստով եւ մամուլի ասենք միջոցների կազմակերպման իմաստով եւ ֆինանսական իմաստով մեծ բարեփոխություններ տեղի ունեցան եւ վերջնականորեն երևի բացառված չի որ հենց դա է պատճառը որ Աբխազիայով այն ուժերը որոնք առողջ ուժերը կարելի է այդպես ասել որոնք կողմ են ռուս Աբխազական հարաբերությունների պոզիտիվ զարգացմանը նրանք տարան փայլուն հաղթանակ։ Եվ այսպիսի բան են ասում, որ Նիկոլի տերերը վաղուց արդեն հեռացել են կամ հեռացման ճանապարհին են, բայց ինքը դեռ շարունակում է կարճած մնալ իրենցից։ Թե նոր տերեր է գտել։ Չէ, ինքը այստեղ տերերը գտնելը դաժե վերջնական իմաստով ես մի անգամ այդ մասին ասել եմ մի անգամ երկար տարիներ առաջ երբ որ Լևոնենց տանը մենք քայլում էինք այդ սև տան բակում եւ ասում էինք այն մասին որ գուցե դրսից ինչ որ ցանկություններ կլինի սրան կամ նրան բերելու եւ դարձնելու Հայաստանի ղեկավար նա ինձ մեծ շատ իմաստուն խոսք ասաց որը իհարկե ինձ համար էլ հասկանալի էր բայց ինձ համար հետաքրքիր էր որ ինքը շատ ցայտուն դա ձևակերպեց ասեց Անդրանիկ այդ տեսնում ես եթե երկնքից Աստված ներգա եւ փորձի այստեղ որևէ մեկին դնի ղեկավար Հայաստանի եթե ներսում դրա համար անհրաժեշտ պայմաններ չլինեն դա չլինելու բան է այնպես որ այդ իմաստով կարևոր բան ասեցիք եւ նաեւ կարևոր բան ընդդիմությանը որ պիտի հետեւություն անեն
Այո, այո։ Շնորհակալություն, պարոն Միրանյան, մենք կապի մեջ կլինենք, շնորհակալ եմ։ Էլի ինչպես ասում են, փրկությունը խեղդողների համար փրկությունը իրենց ձեռքում է առաջի հերթին եւ ասում են Աստված օգնում է նրան, որ ինքը պատրաստ է իրեն օգնել։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Միրանյան, կապի մեջ կլինենք, շնորհակալություն, որ արձագանքեցիք։ Շատ լավ, տեսություն։ Մենք խոսում էինք պրոֆեսոր մեր հայրենակից քաղաքագետ Անդրանիկ Միրանյանի հետ։ Շնորհակալություն։